Թրամփը չի զոհաբերում Ուկրաինան։ Նա պարզապես բաժանում է այդ երկիրը, ճանաչելով արդեն կատարված փաստն ու իրողությունը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը, խոսելով Ուկրաինայի հարցի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների մասին։ Քաղաքագետի խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից ակտիվ ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման եւ հակամարտության կարգավորման ուղղությամբ, փորձելով խաղաղության գործընթացի մեջ ներգրավել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն եւ Ռուսաստանի նախագահ Պուտինին, պարզապես կիրառում է դիվանագիտության մեջ դեռ հակահիտլերյան կոալիցիայի ժամանակներից ընդունված կատարված փաստի բանաձևը։ Я не думаю, что Трамп жертвует Украину. Չեմ կարծում, թե Թրամփը զոհաբերում է Ուկրաինան։ Նա պարզապես բաժանում է այն, նա ճանաչում է կատարված փաստը։ Իսկ կատարված փաստի բանաձևն առաջին անգամ ի հայտ է եկել հակահիտլերյան կոալիցիայի Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի ժամանակներում։ Հենց նրանք էլ պատերազմից հետո հիմնախնդիրները կարգավորելիս եւ աշխարհակարգը կառուցելիս ելնում էին կատարված փաստերից։ Դա հին տերմին է, որը հայտնի է դեռևս 19-րդ դարից։ Ֆրանսերեն այն կոչվում է fait accompli։ Մի խոսքով դա կարևոր չէ, հիմա չենք փորձելու խելոք ձևանալ։ Բայց սա այն մեծ եռյակն է, որն առաջինը կիրառեց այդ փիլիսոփայությունը։ Այս ավանդույթները գոյություն ունեն Միացյալ Նահանգների համար նաեւ այսօր։ Նրանք ճանաչում են փաստերը, ով ուժեղ է, ապրի, իսկ ով պարտվեց, պետք է հաշտվի այդ իրականության հետ։ Դրա համար էլ նրանք հեռացան Աֆղանստանից։ Հասկանում եք, դրա համար էլ նրանք հեռացան Իրաքից, դրա համար էլ ժամանակին հեռացան Լիբանանից։ Կոլերովի միտքն այն է, որ ոչ Ուկրաինային, ոչ էլ որևէ այլ պետության չի հաջողվել ու երբեք չի հաջողվի, այսպես ասած, կապել Միացյալ Նահանգներին իր հետ։ Դա նույնիսկ Իսրայելին չի հաջողվել անել։ Վերլուծաբանի խոսքով Միացյալ Նահանգները համաշխարհային մեծ տերություն է, որին հնարավոր չէ կապել եւ պարտադրել սեփական շահերը կամ օրակարգը։ Եթե խոսենք Ուկրաինայի օրինակով, Զելենսկուն էլ չի հաջողվի այնպես անել, որ Միացյալ Նահանգներն իր գլոբալ հանձնառությունները մի կողմ թողած Ռուսաստանին դիտարկի որպես թշնամի կամ շարունակի աջակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին։ Հենց դա էր Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո ասում Թրամփը։ Զելենսկին ԱՄՆ ներգրավումը ընկալում ու դիտարկում է որպես մեծ առավելություն Ռուսաստանի հետ բանակցություններում։ Ինձ առավելություն պետք չէ, ինձ պետք է խաղաղություն։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները Վաշինգտոնում պետք է ստորագրեին Ուկրաինայի օգտակար հանածոների հանքերի շահագործման մասին համաձայնագիր, որը դիտարկվում էր որպես Թրամփի միջնորդությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացին նպաստող քայլ։ Սակայն Սպիտակ տանը նախագահ Թրամփի, փոխնախագահ Վենսի եւ նախագահ Զելենսկու միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո համաձայնագրի ստորագրումը չեղարկվեց։ Սակայն ավելի ուշ, մարտի 4-ին Զելենսկին վերահաստատեց Ուկրաինայի հանձնառությունը խաղաղությանը, հայտարարելով, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները Թրամփի հետ։ ԱՄՆ նախագահն իր հերթին կոնգրեսում հայտարարեց, որ ստացել է Ուկրաինայի նախագահից նամակ, որում Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ ամուր խաղաղության հասնելու համար։ Ուշագրավ է, որ ըստ ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի, Զելենսկին անկեղծ չէ խաղաղ բանակցություններ սկսելու համաձայնության հարցում եւ պարզապես խուսանավում է ժամանակ շահելու համար, հաշվի առնելով այն, որ Եվրոպական միության առաջատար պետությունները չեն ցանկանում պատերազմի դադարեցում եւ պատրաստվում են շարունակել ռազմական գործողությունների ֆինանսավորումը։ Это прямо противоречит требованию Трампа. Դա ուղղակիորեն հակասում է Թրամփի պահանջին։ Զելենսկին հասավ իր համար շատ լավ արդյունքի, իրար դեմ հանելով Թրամփին ու Եվրամիությունը։ Անձամբ իր համար դա լավ արդյունք է, որը թույլ է տալիս իրեն մի քիչ էլ մնալ իշխանության։ Բայց խաղաղության դա չի մոտեցնում։ Եվրոպական միությունը ծրագրում է շարունակել պատերազմը Ուկրաինայի տարածքում, Ուկրաինայի ուժերով։ Կոլերովի խոսքով կարգավորման գործընթաց առայժմ չկա, թեև նա համոզված է, որ Թրամփն իզորու է առանց ԵՄ աջակցության դադարեցնել պատերազմը եւ լուծել այս խնդիրը։ Քաղաքագետի խոսքով Թրամփի պատկերացրած խաղաղության նախագիծը նախատեսում է Ուկրաինայի բաժանում։ Այդ դեպքում Ռուսաստանը կստանա պատերազմի ընթացքում գրաված տարածքները, Ամերիկան Ուկրաինայի հանքերը, իսկ Ուկրաինային կմնա մնացածը։
Մոդեստ Կոլերովի կարծիքով Թրամփի այս քաղաքականության պատճառը ոչ թե այն է, որ նա իբրև թե ռուսամետ է, այլ որովհետև նա այդպես է պատկերացնում իր երկրի շահերը։ Զրուցակիցը չի ուզում մեկնաբանել Թրամփի քննադատներին եւ ծիծաղելի է համարում այն տեսությունը, որ Թրամփը Պուտինի գործակալն է։ Ինչ դաս է տալիս Ուկրաինայի այս վառ օրինակը Հայաստանին, որի ղեկավարությունն այսօր ըստ էության փորձում է երկիրը տանել նույն ճանապարհով՝ դեպի Եվրամիության անդամակցություն եւ Միացյալ Նահանգների հետ ավելի խորը հարաբերություններ։ Մոդեստ Կոլերովը մեկնաբանեց նաեւ այս հարցը։ Ужас-то в чем? И Европейский Союз тоже ведь Սարսափելին այն է, որ Եվրոպական միությանը նույնպես հնարավոր չէ կապել Հայաստանի հետ։ Ահա թե որն է խնդիրը։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի հետ։ Եվրոպացիները մեկ վայրկյան անգամ չհապաղեցին պատժելու Վրաստանին այն բանի համար, որ Վրաստանը հրաժարվեց երկրորդ ճակատ բացել եւ վերածվել երկրորդ Ուկրաինայի։ Նրանք ուղիղ հայտարարեցին այդ մասին. դուք հրաժարվեցիք լինել խելագար ինքնասպաններ եւ մենք պատժում ենք ձեզ դրա համար։ Դա Հայաստանին ոչինչ չի սովորեցնում։ Հայաստանի փոխարեն ես կմտածեի այս մասին։ Կոլերովի խոսքով Հայաստանի վարչապետն ընտրել է եվրոինտեգրման ճանապարհը, բայց Եվրամիությունը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Արամ Սարգսյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24